Սեր, գաղտնիքներ, առեղծված, ավանտյուրա, ահա այն, ինչ խոստանում է հունիսը կենդանակերպի տարբեր նշանների համար։ Այսպես նշեմ, որ այն բարենպաստ է լինելու 1 տարի, եթե նախորդ 1 տարին անցած 2024 թվականի մայիսի 16-ից մինչ 2025-ի հունիսի 9-ը Յուպիտերը խեցգետում էր, երկորյակում էր, այն բարենպաստ էր ավելի շատ օդի եւ կրակի ազդեցության տակ ծնվածների համար։ Հիմա Յուպիտերը խեցգետին է մտնել, բարենպաստ է լինելու ջրի եւ հողի ազդեցության տակ ծնվածների համար, բայց մեր բոլորի քարտեզներում այդ խեցգետնի կենդանակերպը կա, որտեղ կարող է լուսինը լինել, 10 մոլորակները իրենք այսպիսի դիրքավորումներ են կազմում, կոնֆիգուրացիաներ մեկը մյուսի հանդեպ, բոլորի մոտ այդ կենդանակերպը ակտիվանալու է, բայց ավելի շատ այն կբերի բարօրություն ներընտանեկան շրջանակներում, ձեր բարեկամների, ձեր տան անդամների միջոցով դուք կարող եք հաջողությունը քաշել ձեզ։ Եթե խեցգետին եւ այդ եղջյուր առանցքն ենք նայում, այնտեղ խեցգետինները իրենց նախաձեռնությամբ պետք է իրենց կյանքը փոխեն։ Նրանք կարող են եւ արտաքին տեսքի շտկումներ եւ պետք է քայլ անեն, որպեսզի երջանիկ լինեն, ընտանիք ստեղծեն։ Եթե այդ եղջյուրների դեպքում նրանց կյանք կգա այն մեկը, որին ողջ կյանքում երազել են, բարեկեցիկ կյանքով կարող է ապրել, հեղինակավոր ինչ-որ մեկին կարող է իր կյանք քաշել։ Խեցգետները իրենք պետք է լինեն իրենց կյանքի այդպես ինչ է նախագծող, որտեղ առաջին տունն է։ Խեցգետներ, բալիկներ կարող են ունենալ, որտեղ Յուպիտերը դա իրենց մեծացնում է, արտաքին տեսքի շտկումներ, իրենց այդպես կարող են չաղանալ, եթե շատ քաղցր ուտեք, եթե չէ, ուղղակի ֆիզիոլոգիական գեղեցիկ այդպիսի իրադարձություն կարող է ունենալ եւ լինել եւ դուք բալիկ կարող եք ունենալ։ Խոսքը նաեւ ձկներ եւ կույսերի մասին է, ձկների 5-րդ տունն է, կույսերի 11-րդ տուն, կամ կույսերը կարող են որդեգրել, կարող է իրենց կարող են ոչ սովորական ճանապարհով ունենալ, դա կարող է նաև իրենց զուգընկերոջ եւ կողակցի երեխան լինել։ Ձկները հստակ երեխաներ կունենան 5-րդ տուն, եթե երեխա չեք ուզում, բիզնեսներ կարող եք ստեղծել, որին երեխայի նման կարող եք փայփայել։ Եթե գալիս ենք առաջ, ապա երկորյակների 2-րդ տունն է, հա, խեցգետինը։ 2-րդ ու 3-րդ տներում կարող է լինել, երկորյակ եւ աղեղնավոր ֆինանսական այդ դաշտն է լինելու, եթե երկորյակ, խեցգետին, այստեղ, այո, ֆինանսական դաշտն է լինելու, դուք ինքներդ կարող եք գումարներ վաստակել, աղեղնավորները կարող են գումարներ, հարստություն ունենալ իրենց